Ընդունիր, որ դու խեղճ ու կորած մեղավոր ես, դժոխքի դատապարտված մեղավոր, քո սիրտը սև է, սիրտդ խստացրել ես և Աստծո հրավերին ականջդ փակել, մերժել ես Քրիստոսին, թերևս դու բարի ես մարդկանց առջև, սակայն մեղավոր ես Աստծո առջև, և եթե Քրիստոսին չդառնաս, դժոխքում պիտի լինի հավիտենական բաժինդ։ Ընդունիր, որ մեղավոր ես, և Աստծո առջև խոստովանիր, որ ամեն բանից առավել ցանկանում ես փրկվել։ Եթե ընդունես սա, ապա քո այն հարցին, թե ես ինչ պետք է անեմ, որ փրկվեմ, Աստծո պատասխանն է՝ հավատա Տեր Հիսուս Քրիստոսին։ Ահա պարզ ճամփա փրկվելու համար։ Դու մի մեղավոր ես, քո սիրտը չար է, դու չես կարող ինքդ քեզ փրկել, դու արդեն դատապարտված ես։ Ուրեմն, փրկվելու համար միակ անելիքդ Տեր Հիսուսին վստահելն է։ Երբ նրան վստահես, այն ժամանակ Աստծո խոստումն իրագործված կլինի քեզ համար, կփրկվես։ Ես չեմ ասում, թե լոկ հավատա, որ Աստված կա կամ փրկիչ կա, դևերն էլ են հավատում և սարսափում։ Հակոբոս B19։ Դու կարող ես հավատալ, թե այսինչ մարդը մի ճարտար բժիշկ է, առանց նրան կանչելու, երբ հիվանդ ես, կարող ես հավատալ, թե այնինչը լավ փաստաբան է, առանց դատդ նրան հանձնելու։ Այսինքն, դու ոչ միայն Հիսուսի մասին եղած ճշմարտությանը պետք է հավատաս, այլ հենց իրեն վստահես, ապավինես։ Եթե այսպես անես, ապա կփրկվես։